Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 21-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար, տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 21-ին։ Հանդիպում շփում ընկերոջ հետ։ Նաև ոյցե մի բան ձեր կյանքից կհեռացնեք, միգուցե ընկերն է, ձեր շրջապատից ինչ-որ մեկին եք հեռացնում, փոխում եք ամբողջությամբ ձեր կյանքը, նաև շրջապատը, ինչու ոչ։ Նաև կտրուկ քայլ է սա, կտրուկ ինչ-որ մի բան կանեք։ Եվ բացի դա դա վիրահատություն է, կամ ձերն է, կամ ձեր ընկերոջը, կամ ձեր շրջապատից ոյցե մեկինը եւ գնում եք իր մոտ։ Մտածում եք իր մասին նաև։ Եվ դա շատ իր եղեք ուղղակի սուր գործիքների հետ աշխատելուց։ Նաև այդ օրը լավ շրջապատում կլինեք, հա ձեր շրջապատում, ձեր հայազատներով, ձեր միգուցե աշխատակիցներով կամ պետական պաշտոնյաներով, նոր իմաստ կհայտնվի ձեր կյանքում, նոր իմաստություն նաև ձեռք կբերեք եւ կզգաք, որ մեծացել եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 21-ին։ Շատ զրույց, խոսակցություն, միգուցե բամբասանք է, միգուցե նաև լեզվակռիվ է ինչ-որ մեկի հետ։ Նաև այդ օրը ժամադրության կարող եք գնալ, անակնկալներ, նվերներ, ծնունդ, առիթ, ուրախ, բարձր տրամադրություն կունենաք եւ հանդիպում շփում այս տղամարդու հետ։ Ուրախանաք իրեն տեսնելուց, բավականին, միգուցե խոսելուց իր հետ, հա, ուրախ եք։ Իրեն տեսնելուց բարձր տրամադրություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 21-ին։ Այստեղ ուղղություն եք ընտրելու։ Ուղղություն ընտրելուց լավ մանրակրկիտ ուսումնասիրեք։ Միգուցե նաև պետք է պետական աշխատողի հետ խորհրդակցեք նոր։ Ինչ որ կարևոր ուղի է, որը իրոք մանրակրկիտ ուսումնասիրություն է հարկավոր։ Լավ, ինչ առաջարկեն այդ օրը, նաև միգուցե ձեզ են առաջարկում ինչ-որ մի ուղղություն, եւս լավ ուսումնասիրեք նոր այդ ուղղությունը մի շտապեք։ Նաև հանդիպում շփում կունենաք պետական աշխատողի հետ, նաև եթե մեքենա եք վարում, ուշադիր եղեք, հա, որպեսզի պետավտոտեսուչներին չհանդիպեք։ Նա նաև ինչ-որ մեկն է, որ ձեզ կօգնի, կհովանավորի, նաև կաջակցի, միգուցե խորհուրդներ կտա այդ ուղղությունը ինչպես անեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 21-ին։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, նաև ճակատագրական որից ինչ-որ բան տեղի կունենա ձեզ մոտ, ովքեր որ հեռվում բարեկամ ունեն իրենց մասին կարող եք տեղեկություն լսել իրենց մասին, ինչ-որ մի բան, կամ կզանգարեն, կամ ինչ-որ ուղղակի գալիս են կարող ձեր տուն։ Տան հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, միգուցե առիթ է, միգուցե հյուր եք ընդունում, կամ տեղափոխվում եք, տուն եք մաքրում ու բորկա եք անում։ Ոմանք էլ այդ օրը կզբաղվեն ուսմամբ, կսովորեն, ոմանց մոտ գաղտնիք կբացահայտվի, ոմանք էլ կյանքի էջը կփոխեն եւ կապրեն նորովի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին մարտի 21-ին։ Հաջողություն,
յուրաքանչյուր ոլորտում ինչ կանեք, այդ օրը հաջողությամբ կընթանա յուրաքանչյուր բան։ Նաև ինչ-որ բաներ թեթևանում, հեշտանում, միգուցե հաջողության հասնելու համար, միգուցե նաև դե այստեղ կարող է լինել ինչ-որ մեկի հետ վիճելիք, հեշտանա շփումը, հեշտանա հանդիպումը, հեշտանա ինչ-որ մի տեղ գնալը, ինչ-որ մի բան արագ կստացվի ձեզ մոտ, եւ հանդիպում կամ շփում կունենաք, որից է տղամարդու հետ տեսնենք ով է։ Կուրախանակ իրեն տեսնելուց, այդտեղ նայում եմ նույն ցուլերի ես էլ չէ, ամուսով ցուլ եմ լուսնայինով առուց, այսպես որ նայում եմ ամբողջությամբ էլի նույն բանն է գալիս, ի վերջո, էլի այս տղամարդուն հանդիպելուց կուրախանակ բավականի շատ, կամ խոսելուց իր հետ անգամ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնենք կույսերի, ինչ է սպասվում կույսերին մարտի 21-ին, հանդիպում կամ շփում որևիցե աղջկա հետ, տարբեր տարիքային աղջիկների հետ, մեկը կին է, մյուսը երիտասարդ աղջիկ, տեսնենք ով է առաջինը, այստեղ կամ ամուսնանում է այդ օր այդ աղջիկը, կամ ամուսնության առաջարկ կանեք, եթե տղա է նայում, միգուցե ձեր աղջիկն է գալիս պատմում է, որ ամուսնության առաջարկ են արել, գործարք կարող եք կնքել, եւ ինչ-որ մի բան ձեզ պատվիրի, որ դուք այդպես ամեն օր անեք։ Տեսնենք մյուս աղջիկով է։ Մյուս աղջիկը պետական աշխատող է, իրավաբան միգուցե լինի, միգուցե ոստիկան, դրսում եք տեսնում, պետավտոտեսուչ է։ Եվ ինչ-որ մեկն է, որ ձեզ կօգնի, թեկուզ խորհուրդներով, թեկուզ եթե իրավաբան է, ինչ-որ հարցի հետ կապված։ Ուժ է, հեղինակավոր նաև անձնավորություն։ Եվ անհանգստանում եք, լարվում եք, ինչ-որ հարցերի հետ կապված։ Կարող գաղտնիք է բացահայտվում, դեղմար եք բորբոքվում, կամ այնպես եք ուզում անեք, որ ներքին լարվածություն է սա, որ հանկարծ այդ գաղտնիքը չբացահայտվի, նա ուղղակի չեք կարող այդ օրը սովորել։ Նյարդայնանում եք, չի ստացվում ոչինչ անել։ Մեկ օր առաջ է Մերկուրին ուղղայաց դառել, հնարավոր է, որ այդպես լինի։ Չեք կարողam սովորեք, դժվարանում եք, կյանքի ինչ-որ նոր փուլ եք ուզում մտնել եւ դժվարանում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին մարտի 21-ին։ Այդ օրը ինչ-որ մի ոլորտ է ձեզ մոտ կայունանում, միգուցե ընտանեկան հարաբերություններն է, միգուցե հարաբերություններ երեխա ծնող, այդպես։ Ինչ-որ մի բան այստեղ կկարգավորվի։ Նաև տանը առիթ կարող է լինել, տուն եք մաքրում, տեղափոխվում եք, հյուրեր եք ընդունում։ Տան հետ կապված ինչ-որ պրոցեսներ են, խոսքով, կարող տուն եք նայում ուղղակի։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ, տեսնենք ով է։ Աշխատանքի բերումով է, իր այդ կամ աշխատում եք, այդպես դրսում կարող եք հանդիպել, կամ աշխատանք է առաջարկում, կամ գալիս է ձեզ մոտ է ընդունվում, կարող ծանոթ աղջիկ է եւ գալիս է ձեզ մոտ է ընդունվում։ Հարցազրույց եք գնում մենակ այդ աղջկա մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 21-ին։ Ուրախ եք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիավլի կլինեք, նաև երեխաների հետ կապված որևէ ինչ-որ հարցեր են, միգուցե սա նաև հղիություն է, ծննդաբերություն է, երեխաներն են կարող ձեզ ուրախացնում իրենց ինչ-որ մի արարքով, դա նաև նոր բիզնես է, որը կցանկանաք սկսել, այո, լավ է այդ ժամանակ, մեկ օր էլ որ սպասեք, ավելի լավ կլինի Մերկուրին, եթե փաստաթղթերի հետ կապված ինչ-որ գործարք կա, ինչ-որ բաներ պետք է անեք, ապա մեկ օր էլ սպասեք նոր, որտեվ նոր է պտտվել, այդքան էլ չարժե։
Կողը երեխաներն են գալիս ձեր տուն, թորներն են գալիս ձեր տուն, նաև այդ օր ինչ-որ մարդիկ կլինեն, ովքեր որ ձեզ կաջակցեն, կօգնեն, եթե մեքենա եք վարում, ուշադիր եղեք, բայց ավտոտեսուչներին չհանդիպեք։ Եվ դե հանդիպում միգուցե ձեր ծանոթն է, ով որ աշխատում է ուժային կառույցում։ Ինչ-որ մեկն է ում վրա կարող եք հենվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 21-ին։ Գումար կամ կստանաք, կամ նաև գումար կծախսեք։ Այդ օրը նաև ինչ-որ մի բանին լուրջ չեք վերաբերվում, խաղի եք վերածել։ Նաև մեկ ակնթարթ ինչ-որ մի բան տեղի կունենա ձեզ մոտ։ Լավը թե վատը, այս բանին չեմ կարող ասել։ Կարող գնալ նաև այցե խաղասրահ, երեխաներին տանեք այստեղ։ Նաև ինչ-որ անակնկալներ կան, նվերներ կան, կարող ինչ-որ մի տեղ եք գնում, այ գումար կարող դրա համար եք ծախսում։ Ինչ-որ մի ծնունդ եք գնում մանկական, այնտեղ խաղասրահ կա եւ պետք է զբաղվեք, այ երեխաներին այնտեղ զբաղեցնեք։ Դա տանեք խաղերի։ Մի խոսքով այդ օրը նաև ոմանց մոտ ժամադրություն է սիրային, անակնկալ նվերներ, ծնունդ, առիթ, ուրախ բարձր տրամադրություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծեղջյուրներին։ Ինչ է սպասվում այծեղջյուրներին մարտի 21-ին։ Շատ զրույց, շատ խոսակցություն, միգուցե նաև բամբասանք է, միգուցե նաև լեզվակռիվ է։ Ոմանք այդ օրը կընդունվեն աշխատանքի կամ շատ աշխատանք կունենաք, գործերով կզբաղվեք ձեր, առաջ խաղացում է նաև կարիերայում, և այստեղ կարող աշխատանքի կոլեկտիվով, այդպես ինչ-որ մի տեղ եք հավաքվում, նաև հասունություն է սա, իմաստություն է սա, նոր կյանքի իմաստ գտնել է և կարող եք զգալ, որ մեծացել եք արդեն։ Այստեղ ձեզ շրջապատում կարող եք նստել և զրուցել աշխատանքից, միգուցե բոլորը պետական աշխատողներ են, քննարկում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 21-ին։ Խորամանկ մարդիկ կան ձեր շրջապատում, խաբեբա մարդիկ, նաև դուք կարող լինեք խորամանկ, ինչ-որ հարցին լուծում տալու համար, ինչ-որ բանի վերջո կարգավորելու համար։ Նաև այդ օրը ոմանք հարսանիքի կլինեն, ոմանց ամուսնության առաջարկ կանեն, գործարք է, որը կկնքեք, բայց այստեղ երկու լարված քարտեր կան, դժվար այդ գործարքը, հետո կարող եք խճճվել։ Կամ եթե այստեղ պատվիրում են ձեզ օրինակ ցիկլային որևիցե գործ, այսինքն ամեն օրվա գործ, ապա եւս դուք կարող եք այստեղ դժվարություն ունենալ, խճճվեք, չհասցնեք տալ, գործերը շատ լինեն։ Ամենայն դեպս լաբիրինթ է այդ օրը եւ դժվարություններ կարող են լինել, դժվարություն ոչ հարցից դուրս գալու համար։ Պետք է շատ իմաստուն լինեք, որ կարողանաք այդ հարցին շրջանցեք։ Պետք է խորամանկ մի փոքր լինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 21-ին։ Ոմանք կարող են հանդիպել ուժային կառույցի աշխատողների, ովքեր մեքենա են վարում, ուշադիր եղեք, պետ ավտոտեսուչներից։ Նաև ինչ-որ մեկը կլինի, ով որ ձեզ կաջակցի, կօգնի, հովանավորություն կանի կամ նոր ծանոթություն է սա պետական հիմնարկության 6 աշխատողի հետ։ Այդ օր ինչ-որ մի բան լուրջ չեք վերաբերվում, խաղի եք վերածում։ Նաև մեկ ակնթարթ, որ եթե մի բան տեղի կունենա ձեզ մոտ, եւ կարող գնալ նաև խաղասրահ խաղալ կամ երեխաները կամ դուք։ Նաև այդ օրը ոմանք կլինեն հարսանիքի, ոմանք պայմանագիր կկնքեն,
Ոմանց ամուսնության առաջարկ կանեն եւ ցիկլային աշխատանք է սա, որ ամեն օր նույն բանն եք անում։ Եվս էլի կանեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։